Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շատ կարևոր տնտեսական գործով եկեք արձանագրենք նաև թե ինչ է նշանակում դրամի արժևորումը եւ ինչի արդյունքում է տեղի ունենում դրամի արժևորումը։ Կենտրոնական բանկի նախագահը առիթ ունեցել են կառավարության նիստում խոսելու, հիշում եք, եւ այս տարի նախորդ տարի կենտրոնական բանկը շուկայից հավաքագրել է ավելի քան 2 միլիարդ դոլար։ Այսինքն հասկանում եք 2 միլիարդ դոլար Հայաստանի շուկայում լրացուցիչ միջոցներ են ի հայտ եկել եւ դա նշանակում է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն կա որոշակի ֆինանսական եւ տնտեսական ներհոսք։ Եվ սա իր հերթին այս թիվը մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կարծում եմ ավելի է արժևորում, որը ելի ուզում եմ ընդգծել 2018-ից ի վեր աճել է 2.4 անգամ։ Այս ամեն ինչը նշանակում է, որ մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ տնտեսություն եւ բոլորովին ուրիշ երկիր, քան ունեինք 2018 թվականին։ Եվ սա կարևոր է արձանագրել, բայց ես ուզում եմ ասել, որ մենք պետք է հստակ գծագրենք, թե այս ամեն ինչում որտեղ է կառավարության դերը եւ որտեղ է այլ գործող անձանց դերը։ Կառավարության դերը իմ կարծիքով այն է, որ մենք վերացրել ենք 2018 թվականից տնտեսական գործունեության բոլոր հնարավոր սահմանափակումները։ Վերացրել ենք մենաշնորհները, վերացրել ենք արգելքներն ու արգելակները եւ ահա սա է հիմնական պատճառը, որ 2018 թվականից ի վեր իջուկս բոլոր քաղաքական, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական վայրիվերումներին Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, այլև ապահովել է համախառն մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ավելի քան 2 անգամ, այսինքն 2.4 անգամ աճ, 50% տնտեսական աճ, եւ այս ամեն ինչը ուզում եմ հիշեցնել COVID-ի գլոբալ եւ բնականաբար նաեւ հայաստանյան ռեցեսիայի պայմաններում։ Եվ ուզում եմ ընդգծել, որ սրանում առաջին հերթին մենք պետք է գնահատենք Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող մարդկանց եւ օրենքով սահմանված հարկերը վճարող մարդկանց, որովհետեւ սա չի կարող լինել եւ չէ կառավարության ձեռքբերումը, սա կառավարության եւ քաղաքացիների համագործակցության ձեռքբերում է։ Այսինքն մենք ստեղծել ենք, մենք մարդկանց ասել ենք, չկա տնտեսական գործունեության որևէ սահմանափակում եւ այդ բանաձևը տվել է իր կոնկրետ արդյունքները, որոնք արտահայտվել են առաջին հերթին տնտեսության, բայց պիտի հիմա այս հաջորդիվ կանդրադառնամ նաեւ քաղաքականության մեջ։ Ըստ էության մենք այս ամենով արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն քաղաքական համակարգն է ժողովրդավար, այլև տնտեսական համակարգն է ժողովրդավար եւ պիտի նաեւ ընդգծեմ, որ սա նշանակում է գործնականում, որ կառավարությունը չի միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտեր եւ մյուս կողմից կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է միջամտեր։ Ընդ որում չմիջամտելու դեպքերներ են լայնորեն հայտնի, միջամտելու դեպքերներ են լայնորեն հայտնի։ Այդ միջամտելու ամենահայտնի օրինակները կարող ենք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը կարող ենք բերել, Հայաստանի էլեկտրական ցանցերի օրինակը կարող ենք բերել, եւ ես ուզում եմ կրկին ընդգծել, կառավարությունը չի միջամտել միջև այն եզրը, միջև որտեղ որից հետո արդեն միջամտելը պարզապես կլիներ անգործություն եւ անպատասխանատվություն։ Հետևաբար այս ամեն ինչով մենք պետք է արձանագրենք, որ տնտեսական այս ցուցանիշները լրացուցիչ կերպով տնտեսական դիտանկյունից հիմնավորում են Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական երկիր լինելը, բայց մենք պետք է արձանագրենք նաեւ, թե ինչ է սա նշանակում քաղաքական առումով, տնտեսական առումով եւ սոցիալական առումով։ Իմ արձանագրումն այն է, որ այս բոլոր գործընթացների հիմքում ընկած է այն
եւ միևնույն ժամանակ այս բոլոր գործընթացների արդյունքը այն է, որ մարդը օբյեկտից վեր է ածվել սուբյեկտի։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մարդը քաղաքացին ոչ թե ինչ որ ուրիշի պետք է սպասի, որ այդ ինչ որ ուրիշը ինչ որ բան անի, իսկ ինքը պետք է նայի այդ ինչ որ բան անողի ձեռքին կամ սպասի նրա կմահաճույքին, այլ առաջին հերթին ինքը պետք է անի այն գործողությունը կամ գործողությունները, որոնք անհրաժեշտ են իր ազատությունը, բարեկեցությունը, անվտանգությունն ու երջանկությունը ապահովելու համար։ Այսինքն մի բան աներկբայորեն ակնհայտ է։ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ որոշում է մարդը, քաղաքացին։ Մեր այս դիրքորոշումը որոշակի քննադատության է ենթարկվում պարբերաբար։ Ինչու՞, որովհետև ասում են, որ այս կառավարությունը պատասխանատվությունը դնում է մարդու ուսերին, փորձելով իր վրայից, այսինքն կառավարության եւ իշխանության վրայից պատասխանատվությունը տեղափոխել մարդու եւ անհատի վրա, մարդու եւ անհատի ուսերին դնել։ Այս նախադասությունը ոչ միայն մեղադրանքն է ձևակերպում, բայց նաեւ տալիս է հարցի պատասխանը, որովհետեւ ասվում է կառավարությունը փորձում է պատասխանատվությունը իր ուսերից տեղափոխել դեպի մարդու շարքային քաղաքացու ուսեր, պայմանական ասած։ Այստեղ նրբությունն է, որ անհատի մարդու ամենամեծ անելիքը քաղաքական, հենց քաղաքական իշխանություն ձևավորելն է, հենց կառավարություն ձևավորելն է։ Այսինքն, այսպես թե այնպես, կառավարության ձևավորման պատասխանատվությունը էլի մարդու վրա է։ Այսինքն, երկրում խորհրդան ընտրում է քաղաքացին, ավագանի ընտրում է քաղաքացին, հետևաբար երբեմն ուղիղ, երբեմն անուղղակի, որովհետև մեր ընտրական համակարգը այդ հնարավորությունն էլ է տալիս, նույն համայնքում էլ, խորհրդարանական ընտրություններում էլ, եթե քաղաքական ուժը հավաքում է 50+1%, քաղաքական ուժի առաջին համարը եւ համայնքում եւ հանրապետական մասշտաբով համապատասխանաբար համարվում է ընտրված համայնքի ղեկավար կամ վարչապետ։ Այսինքն ուզում եմ ասել, որ այս խոսույթը, որ կառավարությունը, երբ որ մենք անհատի բացառիկ դերակատարումն ենք շեշտադրում եւ մեզ մեղադրում ենք, թե կառավարության պատասխանատվությունը դնում ենք մարդու ուսերին, այս բանը, այս խոսույթը որոշակի հակասություն է պարունակում, որովհետև հենց կառավարության եւ իշխանության մնացած բոլոր օղակներում որոշիչ դերը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, այսինքն անհատ մարդուն եւ հետեւաբար հենց իբն է պատասխանատվությունը մարդու վրա է։ Բայց միայն դրանով չի, միայն ընտրություններով քվեարկելով չի։ Այդ թվում երկրի զարգացման տեսլականը ընտրելուց։ Ընդ որում ես ուզում եմ ասել, որ այդ ընտրությունը պարտադիր չի, որ քվեարկությամբ տեղի ունենա, որովհետև երբեմն ընտրությունը եւ գուցե ավելի հաճախ ընտրությունը տեղի է ունենում ոչ ընտրական ճանապարհով, ուղղակի հանրային վերաբերմունքի ձևավորմամբ։ Մենք անցել ենք process-ներով, որտեղ ես առնվազն մի քանի անգամ ասել եմ եւ ես դա շարունակում եմ պնդել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ պահին ուզենա, կարող է հեղափոխություն անել։ Ինչու՞, որովհետև մենք իրար հետ քաղաքացիներով 2018 թվականին ցույց ենք տվել, որ եթե քաղաքացին ուզենա հեղափոխություն անել, չկա ուղղակի պարզապես այդպիսի ուժ, որ կարողանա կասեցնել այդ հեղափոխությունը։ Ես նկատի ունեմ, որ այդ թվում վերջին շրջանում մեր ռազմավարությունների եւ տեսլականների վերանայումները քվեարկությամբ տեղի չեն ունեցել, բայց այդ վերանայումներին եղել է քաղաքական արձագանք, հնչել են այդ թվում հեղափոխության կոչեր, ես ինքս հեղափոխության այդ կոչերին միացել եմ, անկեղծ եւ ուղիղ ասելով, որ մենք այո, մեր պատկերացումները վերանայում ենք այսպես, այս պատճառով, եւ մենք դա անելու ենք, քանի դեռ այդ լիազորությունը ունենք, եւ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համաձայն չեն դրա հետ, ուրեմն պետք է իրենց անհամաձայնությունը ցույց տան եւ նաեւ անուղղակի ճանապարհով
քաղաքացին, անհատ քաղաքացին ունեցել է եւ ունի վճռորոշ դեր մեր ռազմավարությունների որոշման, քաղաքական որոշումների կայացման եւ իրագործման գործում։ Բայց այս ամեն ինչը ինչի համար եմ ասում, ամենևին ոչ քաղաքական խոսույթ զարգացնելու, այլ բոլորովին այլ տրամաբանությամբ։ Իսկ տրամաբանությունն այն է, որ եթե քաղաքացին վճռական դեր ունի կառավարություն ձևավորելու, ըստ էության երկրի զարգացման ուղղությունները որոշելու գործում, քաղաքացին պետք է եւ ակնհայտորեն ունի դեր վճռական եւ առանցքային դեր իր անձնական կարիքները, իր անձնական բարեկեցությունը ապահովելու գործում, որը մեր համոզմամբ եւ կարծիքով եւ ակնհայտորեն պետքա տեղի ունենա աշխատանքի միջոցով։ Եվ որպեսզի բոլոր հանրային, անհատական, քաղաքական գործառույթները մարդը քաղաքացին կարողանա պատշաճ ձևով իրականացնել, Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում արձանագրվում է այն, ինչի մասին մենք արդեն բավականին երկար ժամանակ խոսում ենք, եւ ես ուզում եմ մի հատված մեջ բերել։